1995-ի հուլիսի 5-ը խորհրդարանի առաջին ընտրությունների առաջին օր լինելուց բացի այսուհետև նաև տոնոր է։ Հուլիսի 5-ից Հայաստանը ունի նոր սահմանադրություն։ Դա իշխանության համար տեղի ունեցավ մեծ դժվարությամբ, քանի որ քվեարկության օրը ժամը 20-ի դրությամբ ընտրողների 1/3-ն անգամ չէր ներկայացել տեղամասեր։ Ուստի ԿՀ-ն 2 ժամով երկարացրեց քվեարկությունը, ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել հանրաքվեի արդյունքները։ 1995-ի հուլիսի 5-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով աշխատանքից ազատվում է հանրային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Հակոբյանը լռության օրը նախագահի ելույթը կրկնելու համար։ Դա ընտրական օրենսգրքի խախտում էր։ 1999-ի ընտրություններն անցկացվեցին նոր ընտրական օրենսգրքով, ընտրողների ցուցակներից քշվածները քվեարկելու իրավունք կարող էին վերականգնել դատարաններում։ Այնտեղ ասեղ գցելու տեղ չկար, բոլորը չէ, սակայն որ ցանկացան իրենց քվեն իրացնել դատարանների միջոցով, նրանք պարզապես քվեարկության չգնացին։ Միասնություն դաշինքը գլխավորող Վազգեն Սարգսյանն ասում է, որ եթե ինքն էլ ցուցակներից դուրս մնացած լիներ, հազիվ թե իր քվեն վերականգներ դատարանի միջոցով։ Որպես նորմալ քաղաքական գործիչ մի անգամից ասեմ, հենց այս սովորումից պահանջում եմ ազգային ժողովի հրաժարականը։ Հրանտ Բագրատյանի պահանջի պատճառը ընտրացուցակներում տեղ գտած խայտարական ճշտություններն են, որոնք ըստ նրա ծառայեցվել են իշխանական ուժերին խորհրդարան անցկացնելուն։ Տեղամասերից մեկում կոնկրետ ինձ մոտ 187 հոսպիտալացված զինվոր եկել են եւ քվեարկել են 187 շարքով են նախ եկել։ Շարքով եկել են քվեարկելու, բոլորը քվեարկել են խճուճեդոյին։ Կարելի է կարծել երազում էին, որ խճուճեդոյի համար իրանք քվեարկեին։ Գողականների ազգային ժողով է լինում։ ԵԱՀԿ դիտորդների գնահատականով 1999-ի խորհրդարանի ընտրությունները չէին համապատասխանում եվրոպական չափանիշներին, սակայն մեկ քայլ էին դեպի այդ չափանիշները, քարոզչությունը խաղաղ էր, արգելված կուսակցություններ եւ ահաբեկչություն չկար։ 2003-ի ընտրությունների օրը ի թիվս այլաղաղակող խախտումներից ստվերվում է սպանությամբ։ Քվեարկության ավարտից 1 ժամ հետո Արարատի մարզի Շահումյան գյուղի ընտրատեղամասում գյուղի բնակիչ Տարզան Ենոքյանը հրազենով սպանում են նախկին պետավտոտեսուչի, վիրավորում գյուղապետին, տեղամասային հանձնաժողովի նախագահին եւ ընդդիմադիր թեկնածուի վստահված անձին։ 2003-ի մայիսի 25-ին տեղի էր ունենում նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ընդդիմությունը կոչ էր արել բոյկոտել հանրաքվեն։ Ժողովուրդը մտավ քվեատեղամասեր եւ դեմ քվեարկեց փոփոխությունների նախագծին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ հանրաքվեն տապալվել է, անհրաժեշտ 700,000 կողմ քվեն չի ապահովել։ Ընտրությունների օրը եվրոպացի դիտորդները չեն կարողանում թաքցնել իրենց զարմանքը մի շարք փաստերի կապակցությամբ։ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Ռոբերտ Բարին զարմացած է, որ խախտումներն արձանագրվել են դիտորդների ներկայությամբ։ Կեղծվել են արձանագրությունները, գողացվել են քվեաթերթիկները, սպառնալիքներ են հնչել դիտորդների հասցեին։ 2007-ի ընտրությունները խախտումների ծավալներով նախորդներից գրեթե ոչնչով չտարբերվեցին, այս անգամ սակայն նորացվել էին խախտումների տեխնոլոգիաները։ Ընդդիմադիր իմպիչմենտ դաշինքի ղեկավարը հայտարարում է, որ իշխանությունը 400,000 կեղծ անձնագիր է տպագրել, որոնցով քվեարկություն են իրականացրել տեղամասերի հետ կապ չունեցող մարդիկ։ Նույն օրը օրինաց երկիրը կասկածում է ընտրությունների օրինականությանը, ահաբեկման դրսևորումները, ընտրակաշառքների համատարած բաժանումը, քվեաթերթիկների լցոնումները հիմք են կասկածի տակ առնելու ընտրությունների օրինականությունը։ Նույն օրն ընտրությունների արդյունքները հրաժարվում է ճանաչել նաև ՀԺԿ-ն, հաղթեց ընտրակաշառքը, քվեարկության ավարտից որոշ ժամանակ հետո հայտարարում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ 2012-ի խորհրդարանի ընտրությունների արդար ընթացքը ողջունում են ԱՊՀ դիտորդները, նրանք մի քանի տեխնիկական խախտումներ էին արձանագրել, մասնավորապես ընտրողների կուտակումները տեղամասերում։ Նախընտրական կամպանիայի առանձնահատկություններից են հասարակական ինստիտուտների մեծ ակտիվությունը, միտինգների մեծ քանակը, ընտրողների հետ հանդիպումները։ ԵԱՀԿ դիտորդներն ընդհակառակը հրաժարվում են 2012-ի ընտրությունները ճանաչել միջազգային չափանիշներին համապատասխան, որոշ թերություններ ըստ նրանց կարող են կասկածի տակ դնել արդյունքներն ընդհանրապես։ Եթե մի քաղաքական կազմակերպության ղեկավարը 500 հատ տրակտոր է բաժանում, դա չի կարող չազդել ընտրությունների արդյունքների վրա։ Մինչ բոլորն զբաղված են ընտրություններով, շինարարական մի կազմակերպություն հողին է հավասարեցնում Աբովյան փողոցի վրա գտնվող 130 տարվա պատմամշակութային արժեք համարվող ԱՕՔՍ-ի շենքի հետնամասը։ Տարածքը ձեռք է բերել լոկալ դիվելոփերսի տնօրեն Սամվել Մայրապետյանը, նրանց ուրեմն մեր այսպես ասած տեղեկություններով այստեղ հյուրանոցային համալիր պետք է կառուցվի։ 2012-ի ընտրություններից մեկ օր անց ԿՀ-ն ամփոփում է նախնական արդյունքները եւ արձանագրում, որ խորհրդարան է մտնելու 6 քաղաքական ուժ։ Ներառյալ այդ պահին կոալիցիոն կառավարության մաս համարվող Հանրապետականը, ԲՀԿ-ն եւ օրինաց երկիրը, բողոքողները շատ չեն։ Այս պահի դրությամբ, ուրեմն դիմում բողոքները եղել են 3, դիմում բողոքներից
մեկը ներկայացվել էր պատգամավոր Գալուստ Սահակյանի կողմից։ Իդեպ ոստիկանությունը քվեարկության ընթացքում ստացել էր հանցագործության մասին 78 հաղորդում։ 2012-ի ընտրությունների օրը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելում է ընդդիմադիր 3 ուժերի միասնական շտաբ։ Նա եկել էր ասելու, որ ընտրությունների ընթացքն արդեն իսկ հիասթափեցրել է նրան, թե պետք փորձել է լինել լավատես։ Կարող են զորբայությամբ, ընտրակեղծիքներով նորից պահպանել իրենց իշխանությունը։ Հետո ում հաշվին են պահպանում այդ իշխանությունը։ Ում նկատմամբ են հաղթանակ տանում։ Մեր նկատմամբ, Դաշնակցության նկատմամբ, Բարգավաճի նկատմամբ, ընդդիմադիր մյուս կուսակցությունների նկատմամբ։ Ոչ, այդ հաղթանակը նրանք տանում են այս ժողովրդի նկատմամբ։